Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան օրեր առաջ հայտարարել էր, որ հայկական կողմը մեղավոր է 1918 թվականին իբրև թե ադրբեջանցիներին ցեղասպանելու համար եւ այս խոսույթը հակոտնյա է փաշինյանական իշխանության այն հայտարարություններին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը թեւակողում են հարատև խաղաղության դարաշրջան, որովհետև մենք տեսնում ենք, որ իհեճուկս փաշինյանական ռեժիմի քարոզչության ադրբեջանական կողմը շարունակում է պահանջներ դնել Հայաստանի առջև։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ Ադրբեջանի հարցերով փորձագետ սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանի հետ։ Ողջույն Տիկին Ադիբեկյան։ Բարի օր։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Ես նշեցի, որ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան դες պաշտոնել կա փաստորեն Ադրբեջանում հայտարարեց, որ հայկական կողմը պատասխանատու է 1918 թվականի իրադարձությունների համար, նախ կխնդրեի քննարկենք ինչ է ասել 1918 թվականի իրադարձություններ եւ ինչպես են այդ իրադարձությունները փորձում ադրբեջանական կողմի ներկայացուցիչները քարոզչական դաշտում օգտագործել իրենց շահերի տեսանկյունից։ Սկսենք ամենասկզբից, այսինքն Ադրբեջանում օմբուդսմենի առկայության պարագան իրականում Ադրբեջանում, ինչպես նաև Հայաստանում գոյություն ունի նման պաշտոնակատար, որը ոչ այնտեղ, ոչ այնտեղ չի զբաղվում իր բուն գործառույթներով։ Դեկորատիվ բնույթի։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ մարդիկ չեն զբաղվում եւ չեն համարում, որ դա մտնում է իրենց պաշտոնական գործառույթների ցանկի մեջ։ Բայց ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում այդ պաշտոնակատարին նրանք օգտագործում են այլ քաղաքական նպատակներով, որից մեկն է հայատյացությունը եւ դա ոչ միայն Սաբինա Ալիևայի պարագայում է տեղի ունեցել, այլ նաեւ դա Էլմիրա Սուլեյմանովան է եղել, հիշեցնեմ, որ Էլմիրա Սուլեյմանովան բավականին երկար տարիներ եղել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան, բայց դա այն կինն է, որը երբ Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ Գուրգեն Մարգարյանին, հայ զինվորին, նա ելույթ ունեցավ, ասեց, որ երազում է, որ Ադրբեջանում երիտասարդները ձևավորվեն եւ դաստիարակվեն Ռամիլ Սաֆարովի ոճով։ Այսինքն դա ադրբեջանական հիմնական քաղաքական նարատիվն է ուղղված Հայաստանի եւ հայերի դեմ։ Սա առաջինը, երկրորդը, ինձ համար զարմանալի է այն հանգամանքը, որ 2026 թվականին հայ հասարակությունը իր համար բացահայտել է մարտի 31-ի խոսույթը, որովհետեւ այդ պատմությունը, այդ առասպելը սկիզբ է առել 1998 թվականին Հեյդար Ալիևի ուղիղ հրամանով, որը հռչակել է մարտի 31-ը որպես ադրբեջանցիների ցեղասպանության օր։ Ինչա տեղի ունեցել մարտի 31-ին։ Մարտի 30, եկեք այստեղ պետք է կարևոր հանգամանք հասկանանք, դա ընդհանուր պատմական կոնտեքստն է, այսինքն ռուսական կայսրությունը փլուզվել է, այդ փլատակների վրա տեղի ունեցել քաղաքացիական պատերազմ եւ բնական է, որտեղ իսկ նման իրադարձությունների ներքո միշտ տեղի են ունենում միջեթնիկ կոնֆլիկտներ։ 1905 թվականին տեղի է ունեցել, դա առաջի հեղափոխության, այսպես ասած, շրջանակներում տեղի ունեցել հայերի ջարդ, հատուկ եմ նշում, որովհետև դա էապես կապնված է 18 թվականի իրադարձությունների հետ, հայերի ջարդ, երբ որ վառել էին հայերի տները, շատ ու շատ հանրահայտ եւ մեծահարուստ հայեր են այն ժամանակ սպանվել, եւ նույնը կրկնվեց 18 թվականին երկրորդ հեղափոխության ժամանակ, որը մենք բոլորս դասագրքերից գիտենք որպես մեծ հոկտեմբերյան հեղափոխություն, եւ
Այդտեղ պետք է հասկանանք մի քանի բան, սա իրոք միջետնիկ բախում էր, որովհետև սկզբից մորթել են հայերին, հետո հայերը մորթել են ադրբեջանցիներին, այստեղ սենց ագրեսիայի փոխանակման ակտեր էին տեղի ունենում ու դա նաև ծանրաբեռնված էր այն հանգամանքով, որ բոլշևիկները փորձում էին զավթել Բաքուն որպես այն ժամանակվա առաջատար նավթահանքային կենտրոն եւ արդյունաբերական կենտրոն եւ քանի որ հայերը միշտ եղել են բավականին պասիոնար քաղաքական առումով այդ բոլշևիկների 26 կոմիսարները, որին մենք բոլորս գիտենք, դրանց ղեկավարը Ստեփան Շահումյանն էր։ Եվ քանի որ բոլշևիկները Ստեփան Շահումյանի գլխավորությամբ մասնակցել են բռնաճնշումների մեջ, որոնք անհերքելի են, հետևաբար ադրբեջանցիները ուղիղ կապ են տարել, որ եթե Ստեփան Շահումյանը հայ էր, հետևաբար հայերը մորթել են ադրբեջանցիներին եւ դա էթնիկ զտում էր կամ ցեղասպանություն, ինչը իրականությանը չի համապատասխանում մի քանի հանգամանքներից ելնելով։ Առաջինը դա դրան նախորդել են մի շարք հայերի ջարդեր։ Երկրորդը Ստեփան Շահումյանը մասնակցում էր այդ process-ներում ոչ թե որպես էթնիկ հայ, այլ բոլշևիկ։ Բոլշևիկները ազգություն չէին ճանաչում։ Նախ նրանք ազգություն չէին ճանաչում եւ նույն եռանդով նույն բոլշևիկները մորթել կազմակերպում հայերին Հայաստանի տարածքում։ Նույն Նժդեհին հանձնել են եւ դավաճանել են հայերը նույն Համազասպին եւ մնացած բոլորներին։ Հետեւաբար խոսել նրա մասին, որ սա ուղղված էր ադրբեջանցիների դեմ, դա իրականությանը չի համապատասխանում եւ ամենակարևորը այդ ժամանակ, երբ որ 18 թվականին տեղի էին ունենում ջարդեր, ադրբեջանցիները որպես ազգային միավոր գոյություն չունեին։ Այնտեղ բոլոր պատմական աղբյուրներում նշվում է արմյանը մուսուլմանская ռիզնիա, այսինքն ադրբեջանցիներ են եղել, լեզգիներ են եղել, թալիշներ են եղել, թաթեր են եղել, տարբեր իսլամադավան ազգություններ, որոնք դեռ ադրբեջանցիներ չէին եւ դա չի կարող համարվել բուն ադրբեջանցիների ցեղասպանություն, ինչի վերաբերյալ գոյություն ունեն շատ ու շատ պատմական փաստաթղթային փաստարկներ։ Ձեր հարցի հաջորդ մասը ինչպես է դա տեղավորվում խաղաղության բանի մեջ, ոչ մի ձև, որովհետև բազմիցս ասել եմ, հիմա եւս մեկ անգամ կպնդեմ, որ Ադրբեջանը խաղաղություն չի փնտրում, նա փնտրում է տարածաշրջան առանց հայերի, որովհետև նույն Թուրքիան, որը կատեգորիկ շղթում է հայոց ցեղասպանությունը, այսօր Էրդողանը ելույթ է ունեցել եւ ասել է, որ նա չիների եւ հավերժ հետապնդի այն նրանց, ովքեր կատարել են ադրբեջանցիների ցեղասպանությունը։ Այսինքն, երբ որ Նիկոլ Փաշինյանը մեզ փորձում է համոզել, որ պետք է դադարեցնել ցեղասպանությունների այդ գոնկան, որ ով ումա ցեղասպանել, դա պետք է ուրեմն դադարեցնել եւ դա անում է միակողմանի փակելով ցեղասպանության թանգարանը, ժխտելով ցեղասպանության էությունը եւ բնույթը, համոզելով, որ հայոց ցեղասպանության հետ ամեն ինչ այդքան էլ պարզ չի, հələ պետք է պարզենք ինչ է եղել, ինչ չի եղել, հա, Ադրբեջանը այդ ֆոնի վրա ավելի է ուրեմն առաջ քաշում իր տեսակետը եւ ասում ահա տեսնում եք ձեր Փաշինյան ասել է որ 15 թվականին ցեղասպանություն չի եղել, իսկ մենք ասում ենք որ դուք մեզ ցեղասպանել եք, հետեւաբար հայոց ցեղասպանությունը մոռացության պետք է ենթարկվի եւ առաջ քաշվի այն որ իրականում ցեղասպան ազգը դա հայերն են։ Սա է ընդհանուր նարատիվը, որը այսօր տիրում է տարածաշրջանում։ Հայերը հրաժարվում են իրենց ողբերգությունից հոգուտ Ադրբեջանի, իսկ Ադրբեջանը հակառակ այդ նույն թեմային ավելի գազա տալիս, ասում է եղել է դուք պրիզնատ եք եկել։ Նույնը նաև Խոջալույի այսպես կոչված իբրև թե ջարդերի համատեքստում մենք տեսնում ենք, որ վերջերս Ալիևը այցելել էր այդտեղի հուշարձան եւ նորից հայատյացության այդ հերթական
այսպես ասած դոզաներ ներարկել սեփական հանրության շրջանում Խոջալույի մասին կոնկրետ խոսելիս մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը հստակ քարոզչական աշխատանք է տանում եւ արդյոք զես միգուցե կարող է օրը գալ, որ Փաշինյանական իշխանությունը դա որպես ցեղասպանություն ճանաչի, որտեվ գործընթացների տրամաբանությունը եւ հրաժարվել է նրանից, որ ադրբեջանական եւ թուրքական կողմերը մեզ ջարդել են, ցեղասպանել են, կարող է միգուցե մի օր հանգեցնի նրան, որ մենք ճանաչենք իրենց պահանջները հանուն այսպես կոչված խաղաղության։ Մենք չենք ճանաչի։ Փաշինյանը կճանաչի։ Փաշինյանը ես վստահ եմ, որ մի օր էլ ծնկի է գալու ադրբեջանցիների դեմ բարձբուն իմաստով։ Եվ մի քանի այսպես նշույլներ եղել են, որտեղ այդ բանը դիսկուրսը նրա ելույթների մեջ կա, այդ մեղքի զգացողությունը, մի քանի անգամ Խոջալույի հետ կապված ինքը բան էր անում, որ վատ բան է եղել, մենք ունենք մեր պատասխանատվության բաժինը եւ այլ եւ այլ։ Հիմա Խոջալույում ինչա տեղի ունեցել դրա մասին բազմիցս հոդվածներ, գրքեր, ֆիլմեր են հրապարակվել, որի մասնակիցը ես եմ եղել, որտեղ հեղինակ, որտեղ համահեղինակ, կան մի շարք վերլուծություններ եւ փաստագրական բազայի եւ վիճակագրության, հա, որտեղ մենք հատ-հատ կետ-առ-կետ ցույց ենք տալիս ինչպես է խեղաթյուրվել Խոջալույի кейսը։ Ուրիշ հարց, որ եւ Խոջալույի кейսը եւ 18 թվականի кейսը Ադրբեջանին պետք է առաջի հերթին ամրապնդի հայատյացությունը իր երկրում, այդ հողի վրա կոնսոլիդացնի ներքին հանրությանը, այսինքն մենք բոլորս մեկ ողբերգության ժառանգորդներն ենք, դա շատ լավ, լուրջ եւ ազդեցիկ գործիք է հանրային կոնսոլիդացիայի գործում եւ բոլոր խնդիրները, որոնք ծագում են երկրի ներսում, նրանք միշտ ասել են, որ մեղավոր են հայերը, որ դուք հիմա շատ վատ եք ապրում։ Այն ինչ որ անում են հիմա նիկոլականները, որտեղ ինչ պրոբլեմ ա լինում, մեղավորը Ռոբերտ Քոչարյանը, ասենք ասֆալտը ծակվել է, պարզում է նախկինների փռած ասֆալտն է, դրա համար 8 տարի հետո բանել թոշակները չեն բարձրացնում, որտեղ Ռոբերտ Քոչարյանը 200 միլիոնը չի վերադարձնում, իդեպ ասած ճամփեն սկսել են 4 միլիարդից, որը 8 տարի հետո եկել հանգել է 200 միլիոն դոլարի։ Այսինքն բանը գործիքակազմը եւ այդ քարոզչական մեխանիզմները նույնն են, միշտ պետք է լինի ինչ-որ ուրիշ մեղավոր, որի վրա դու կարող ես մատնացույց անել եւ բացատրել ինչու է հիմա քո գործերը վատ, ոչ թե ես վատ ղեկավար եմ, ոչ թե ես ապիկար եմ կամ ոչ թե ես կողոպտում եմ ձեզ, այլ որովհետեւ կան ինչ-որ այլեր, որոնք պատասխանատվություն են կրում ձեր այսօրվա վատ լինելու համար։ Հետեւաբար այդ երկու кейսը շատ լավ աշխատող գործիքներ են, որոնք Ադրբեջանը բավականին մեծ հաջողությամբ բան է անում, օգտագործում է։ Հա, իդեպ ասած, մոռացա նշեմ, ինչի ես 1905 թվականը մատնանշեցի, որտեղ այդ 2018 թվականի 1905 եւ 1918 թվականի ողբերգությունները մատնանշեցի, որտեղ այսօր որպես փաստարկ առ այն, որ 18 թվականին հայերը ցեղասպանել են ադրբեջանցիներին, օգտագործվում է նկար, որը 1905 թվականին լուսանկար է օգտագործվում, սպանված հայերի դիակները Բաքվի հայ եկեղեցու բակում սենց ահագին մեծ ծավալով դիակներ են, նկարը հիմա օգտագործվում է որպես Բաքվի ջարդի ադրբեջանցիների դիակներ, հետևաբար նրանք անգամ չունեն բան դոկումենտալ բաներ, ապացույցներ, որ իրականում տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։ Տեսեք, դուք այն սերնդի ներկայացուցիչներից եք, ով տեսել է Արցախյան շարժում եւ հստակորեն տեղյակ է Ադրբեջան պետության առաջացման, զարգացման եւ ընթացքի մասին,
Սա որ երրորդ սերունդն է, որը որ Ադրբեջանում մեծանում է որպես հայատյաց սերունդ։ Այն երեխաները, որոնք ծնվել են 1988 թվականին, արդեն 40 տարեկան մարդիկ են։ Մարդիկ, որոնք արդեն ստացել են կրթություն, ձեռք են բերել աշխատանքային փորձ եւ աշխատում են համապատասխան ոլորտներում եւ մասնակցում են որոշում կայացնելու մեջ, այսինքն մարդիկ են, որոնք որոշումներ են կայացնում եւ քաղաքական ոլորտում, այդ թվում նաեւ հայատյաց, որտեղ նրանք ծնված օրվանից լսում են մեկ բան, նրանք ուրիշ ալտերնատիվ կարծիք անգամ չեն դիտարկում։ Հետևաբար արդեն առնվազն 4-5 սերունդ անցել է։ Եվ այդ տենդենսը շարունակվում է, նրանք բուծում են հայատյաց սերունդ, իսկ մեզ ճնշում են, որովհետև մենք չենք թույլ տալիս, որ մեր արժանապատվությունը դնեն մեզ ատողների ոտքի տակ։ Այդ տեսակ գործող վարչախումբը շարունակաբար խոսում է խաղաղության անհրաժեշտության մասին, առաջին հայացքից թվում է թե շատ լավ բան է ասում, որովհետև յուրաքանչյուր ժողովուրդ բնականաբար ցանկանում է խաղաղություն, որպեսզի զավակները չզոհվեն, բարգավաճ, նորմալ մարդկային կյանքով մարդիկ ապրեն։ Բայց մենք ունենք այս իրավիճակը։ Ադրբեջան, որը որ ինչպես դուք նշեցիք, արդեն այդտեղ 4-5-րդ սերունդն է, որը որ մեծանում է հայատյացության ֆոնի ներքո եւ ինքը ինչպես դուք նշեցիք ուրիշ բան չի լսել, բացի մեր նկատմամբ պետականորեն ներարկվող այդ ատելությունը, այսպիսի Ադրբեջանի հետ հայկական կողմը ինչպիսին պետք է լինի, ինչպես պետք է դրսևորի, որ իլյուզիաներից խուսափենք։ Նախ խաղաղությունը դա առաջի հերթին հավասարազոր ուժերի բալանս է։ Խաղաղությունը դա ոչ թե կերակոցների բացակայություն է։ Պարզ օրինակ բերեմ Իրանի վերաբերյալ։ Դեռ 1 ամիս առաջ Իրանը շատ հանգիստ կարողացեր, որ մեր մոտ խաղաղությունն է։ Եկեք զենք զինամթերքը թափենք, եկեք ոնց էր ասում Աննա Հակոբյանը, զենքի տեղը զարդեր բանանենք, ամեն ինչ լավ է, տեսեք սահմաններում չեն կերակում, ամեն ինչ իդեալական եւ մի գեղեցիկ օր բարձում է, որ կերակում են այն ժամանակ, երբ որ դու մաքսիմալ թուլացած ես, երբ որ դու գտնվում ես քո հնարավորությունների ամենացածր կետում։ Հետևաբար խաղաղությունը հավասար չէ կերակոցների բացակայությանը, որովհետև այդ կերակոցները ցանկացած պահի կարող են վերսկսվել, իսկ քանի որ գոյություն ունի բալանս եւ ուժերը հավասարազոր չեն, դա կարող է սկսի այն ժամանակ, երբ որ քեզ դու քո խոցելիության ամենաբարձր կետի վրա եւ դու ի վիճակի չես լինելու դիմադրել։ Այն ինչ հիմա Փաշինյանը մեզ ասում է, ինձ չընտրեք պատերազմա լինելու։ Որտեւ ես քանդել եմ բանակը, ես քանդել եմ ձեր անվտանգային գոտին, ես մերկացրել եմ ձեր սահմանները, մենակ նրա համար, որ դուք հանկարծ չհամարցակվեք, ինձ չընտրեք, որովհետեւ հակառակ դեպքում այս ամբողջ ծակոտիներով թշնամի է գալու, սա է ընդհանուր Փաշինյանի գաղափարը։ Հետևաբար, այնինչ այսօր մեզ փորձում են մատուցել որպես խաղաղություն, դա խաղաղություն չի։ Դա ընդամենը կերակոցների բացակայությունն է, որովհետև խաղաղություն հաստատում են երկու հավասարազոր պարտներներ, երբ որ ագրեսիվ նկրտումներ ունեցողը գիտակցում է, որ պատերազմը իր վրա ավելի թանկ կնստի, քան թե խաղաղությունը, իսկ Ադրբեջանի վրա թանկ դա չի նստի, ու ցանկացած պահին նա կարող է վերսկսել, եթե Հայաստանը, այսինքն Փաշինյանը մեր անունից չշարունակի իր զիջողական քաղաքականությունը։ Տարածք եք ուզում, պաժալստը, Արցախ եք ուզում, խնդրեմ, ցեղասպանությունից հրաժարվեմ, խնդիր չկա, էլ ինչա պետք, սահմանադրություն փոխեմ, ինչ ասեք, ինչա պետք սահմանադրությունում գրել։ Սա է Նիկոլ Փաշինյանի գործելավոճը, որը նա մեզ փորձում է վաճառել որպես խաղաղություն։
Սա շարունակական Հայաստանի թուլացում, մերկացում, անզոր սարքելու գործընթաց է։ Սա է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անկախության հռչակագիրը դա կոնֆլիկտի տանող կետ է եւ հստակորեն շեշտեց, որ ապագա, այսպես ասած, սահմանադրությունում անկախության հռչակագիրը այլևս չի լինելու։ Մի բան, որը ընդդիմադիր շերտը տարիներ շարունակ բարձրաձայնում էր, իրենք հերքում էին, բայց բան հասավ նրան, որ Փաշինյանը ինքն իր բերանով արդեն ասաց, որ վերջ, դա հանում ենք։ Անկախության հռչակագրից հրաժարումը ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ։ Դրա մասին տարբեր մակարդակի մասնագետներ եւ պատմաբաններ եւ իրավաբաններ եւ քաղաքագետներ բոլոր, այսպես ասած, ընդգրկված եւ թեմայի մեջ հասկացող մարդիկ բազմիցս խոսել են պետություն ստեղծելու համար անհրաժեշտ է հիմք։ Մենք հռչակել ենք մեր անկախությունը։ Դա փաթեթավորվում է համապատասխան գրավոր հռչակագրով։ Որտեղ դու չես կարող կանգնես ասես ես հռչակում եմ, չգիտեմ, Իջևանը պետություն, եւ Ենոք Հավանը դառնում է մայրաքաղաք եւ Փաշինյանները դառնում են այդ տարածաշրջանի դինաստիկ իշխաններ։ Դա այդպես չէ, անհրաժեշտ, այսինքն գոյություն ունի համապատասխան պրոտոկոլնի միջոցառումներ։ Այսինքն այդ հռչակագրի հիման վրա ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն, ձեռք է բերել իր սուվերենիտետը։ Եվ այդ փաստաթղթի հիման վրա Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ։ Շատ ավելի կոպիտ բացատրեմ։ Ցանկացած բնակարանը դառնում է քոնը, երբ որ գոյություն ունի օրդեր։ Առանց այդ օրդերի քեզ տուն ոչ ոք չի տա եւ այդ տունը ոչ ոք չի ճանաչի քոնը։ Հետևաբար, երբ որ դու մարդուն ասում ես օրդերիցդ հրաժարվի, երեխեքիդ բան արա, գրանցումից հանի, անպայման հիմքից հանում ես, որ այս բնակարանը դու ստացել ես որպես կտակ, ու նոր մենք կասենք նոր հարևանը քո պատը չի քանդի ու չի մտնի քո տուն։ Բայց եթե այս բոլոր պայմանները ապահովեմ, հարևանս պրոստը կգա, կասի ընկերս տունը քոնը չի։ Որտեղ անհասկանալի է այդ օրդերը ինչի հիման վրա է ստացել։ Եթե առաջ դու ունեիր, որ կտակի հիման վրա կամ արքու վաճառքի պայմանագրի հիման վրա դու ձեռք ես բերել այս բնակարանը եւ այդ բնակարանի վերաբերյալ քեզ տվել են համապատասխան փաստաթուղթ, ապա այդ հիմքը արդեն գոյություն չունի։ Հետևաբար քո այդ սեփականաշնորհման վկայականը ուժը կորցնում է։ Դու դադարեցնում ես քո տանտեր լինել, իսկ հարևան ասում է թե ոչ մեկի տուննա, տեր չունի, սեփականա տեր չունի, հետևաբար ես պատը կարամ քանդեմ, իմ 3 սենյականոց բնակարանը սարքեմ 6 սենյականոց։ Սա է ամենապրիմիտիվ մատուցման ձևը, որ ես կարող եմ ինձ թույլ տալ, որ դուք հասկանաք հռչակագրի իմաստը։ Դա այն փաստաթուղթն է, որի հիման վրա մենք դարձել ենք այս երկրի սեփականատերը, մենք ստացել ենք անկախություն։ Ու եթե դու այդ փաստաթուղթը հանում ես տակից, հետևաբար քո հանրապետության գոյությունը կորցնում է իր իրավաբանական ուժը։ Այսքան բան։ Ես կարող եմ ընդունել, որ Նիկոլ Փաշինյանը անգրագետ է, նա չի հասկանում իր քայլերի հետևանքները, բայց այնուամենայնիվ այն ինչ մատուցվում է մեզ որպես խաղաղություն, դա ընդամենը մեզ դելեգիտիմացիայի գործընթաց է։ Հայաստանը կորցնելու է իր լեգիտիմությունը, օրինական լինելու հանգամանքը։ Միգուցե հասկանալով է անում։ Կամ էլ անում է միտում նա, որ հասկանալով, դա էլ չեմ բացառում։ Բայց այն ուր նա մեզ տանում է, դա ոչ միայն ֆիզիկական ոչնչացման process է, այլ նաև իրավաբանական։
Եվ եկեք վերջում նաև մեկ այլ հարցի մասին խոսենք, օրեր առաջ Փաշինյանը հերթական սկանդալի կենտրոնում հայտնվեց Սուրբ Աննա եկեղեցում այդ տխրահարճակ միջադեպը, որի արդյունքում դպրոցականներ ձերբակալվեցին, այնպիսի տպավորություն է, որ գոնե Երևանում այս ընտրաշավի շրջանակներում Փաշինյանը ունի խնդիրներ եւ որտեղ որ նա այցելում է, չի ստանում այն քարոզչական էֆեկտը, որը որ նա ակնկալում էր։ Դուք որպես նաեւ սոցիոլոգ, ինչպես կգնահատեք իր վարկանիշային իրավիճակը, եթե հաշվի առնենք, որ նա մերժում է մետրոներում, բակերում, եկեղեցիներում, այսինքն գոնե Երևանում մարդիկ իրեն չեն ընդունում եւ հարթ չի անցնում իր ընտրաշավ ասվածը։ Ինչ վերաբերում է վարկանիշի, նա ցածր է եւ ոչ մի աճ չի արձանագրել առնվազն վերջի մեկ ամսվա ընթացքում։ Սա փաստ է, անհերքելի փաստ է։ Գիտեք ինչ, այսօր թե երեք աչքովս ընկավ մի տեսակետ, որը պահագին փոխեց իմ ազդեց իմ կարծիքի վրա, որ նա հատուկ է անում այս ամենը։ Նա գալիս է սկանդալներ է սադրում, մարդիկ ձերբակալվում են, նա ցույց է տալիս իր ուժը, իր այդ ռեպրեսիվ մեխանիզմների առկայությունը եւ կիրառման վտանգը, որ մարդիկ վախենան, որ հանկարծ չգան իրանց էլ տնից չտանեն ու բան անեն, ընդունեն եւ հանդարտվեն։ Բայց հակառակն է կարծես թե չեն վախենում։ Եթե դու վախի մթնոլորտը լավ սերմանում ես հանրության մեջ, այստեղ արդեն միանում է ինքնակազմակերպման եւ ինքնացենզուրայի մեխանիզմ, երբ որ մարդիկ արդեն իրենց հոժար կամքով այն շարժ փորձանքից հեռու արդեն սկսում են բան չանել, չդրսևորել իրենց իրական կարծիքը։ Այստեղ իրականում ստեղ պետք է լուրջ հետազոտություն արվի, որ հասկանաս այդ վախը ինչով է պայմանավորված, ինչքան է աճել վախի զգացողությունը հանրության մեջ, որտեղ արձանագրված է կան փաստեր, որ հանրության մեջ գոյություն ունի վախի զգացողություն, վախի մթնոլորտ, բայց արդյոք նման դեպքերից հետո այդ վախը աճում է կամ հակառակը նվազում է, որովհետև երկու տարբերակ կա, որտես այն աղջիկը չվախեցավ մետրոյում Նիկոլի երեսին թքեց, ինչ ես տղամարդ եմ տունը նստած նյուժել, ես չեմ կարա նման վարքագիծ դրսևորում, այսինքն նրանք ոգևորվում են նման էպիզոդներով, կամ հակառակը, հələ տես բան չասեց, բայց ինչ պրոբլեմի առաջ կանգնեցին, եթե դպրոցականներին են ձերբակալում, ապա ես եկամարդ եմ, բա ինձ ինչ կանեն։ Ու պետքա չափել հասկանալ որ կարծիքն է ավելի աճում, որը նվազում։ Լավ, ենթադրենք վախի գործոնը ավելի է ուժեղանում։ Բայց արդյոք դա իր ազդեցությունը կունենա քվեարկության օրը, որովհետև ամեն դեպքում ընտրողը, որ թեկուս պայտակ վախենում է, խուսափում է այդպիսի միջադեպերից եւ իր տեսակետը արտահայտելուց ինքը քվեախցիկում վերջերիչում մենակ է մնում։ Ну ինքը արդեն այդ որոշումը մի քիչ բարդ հարց է ինչ առումով, որտեվ մարդուն արդեն այդ ուստանովքերը տալիս են մինչև քվեախցիկ մտնելը եւ ասում են ձեն չէ դե չեք հիշում որ կբերես ցույց կտաս ֆոտո կանես որ ես տեսնեմ որ դու այդպես բան արել այսինքն այդ շանտաժի եւ բանի մեխանիզմները դեր գործում են հարցը դա չի խնդիրը դրանում չի խնդիրը նրանում է որ Նիկոլին ձայն տվող զանգվածը միանշանակ գալու է ընտրությունների ուզում են չեն ուզում իրանք գալու են Ոստեղ խնդիրը այն ընտրազանգվածը, որը Նիկոլին ձայն չի տալու, իրանց բերել հասցնել ընտրատեղամաս։ Որտեվ այստեղ ընդդիմությունը պարտվում է ոչ թե որովհետև Նիկոլը շատ ձայն հավաքեց, այլ որովհետև իր ընտրազանգվածը
չեկավ չհասավ ու ձայն չտվեց Նիկոլի դեմ։ Ու աշխատանքը պետքա տարվի այս ուղղությամբ, այսինքն пассив ընտրողներին բերել, հասցնել ընտրատեղամաս այն մարդկանց, որոնց չեն հասցրել, վախացնել, սպառնալ, սադրել, այս է խնդիրը, այսինքն ոչ թե հասկանալ ով ու ինչի է քվեարկում, այլ իրենց հաշվարկները կոտրել նրանով, որ իրենց հաշվարկները հիմնված են նրա վրա, որ ենթադրենք 40% ընտրողա մասնակցելու, պետք է գա 60%-ը, ու այդ 20% չհաշված ընտրողները իրանց հաշվարկների մեջ չներգրաված, որ ահագին բան կփոխեն պատկերի մեջ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր ադրբեջանագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել Anti-Fake-ին, Donation-ալերս, Patreon, Super Chat, կրիպտոարժույթ, քարտային դրամական փոխանցումներ եւ կհանդիպենք հաջորդ շաբաթ։